Խաշայան ասել եմ 180 ձայնը տանես ԿՊ-ին կտաս կգաս ընձի կտենաս։ Մեր չէ, նախկին իշխանությունների ձևով։ Երիտասարդ դեմքերով, իբրև թե թարմ գաղափարներով ներկայացող ռուսաստանցի օլիգարխի ուժն անցել է հին ու բարի ավանդույթներին։ Հասկանալով, որ փողը հանած զրո են, որոշել են ռիսկի չդիմել ու չխայտառակվել։ Քննչական կոմիտեի հրապարակած ձայնագրության համաձայն Մեծամոր համայնքում մեր ձևով հասարակական կազմակերպության գրասենյակում մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ խմբի կազմում նպատակադրվել են ընտրակաշառք տրամադրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում բնակվող մի շարք քաղաքացիների, ապահովելու նրանց մասնակցությունը 2026 թվականի հունիսի 7-ին նախատեսված ազգային ժողովի ընտրություններին և քվեարկությունը իրենց կողմից աջակցվող կուսակցության օգտին։ Պարզվել է նաև, որ նախապես խոստացված և փուլային տրամադրվող ընտրակաշառքը ներկայացվել է որպես աշխատավարձ, փորձելով քողարկել դրա իրական նպատակը և նվազեցնել բացահայտման հավանականությունը։ Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանի խոսքերով իրերը պետք է կոչել իրենց անուններով։ Նա իշխանություններին կոչ է անում քաղաքական կամք դրսևորել։ Այդ հին մեթոդները ունեն անուն ազգանուն, այսինքն իշխանություն զավթելու տեխնոլոգիա է դա։ Հին մեթոդ, որ ասում ենք, մեզ հայտնի է 20 տարի Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը զավթել էին ադրբեջանական SSR-ի, սովետական սոցիալիստական Ադրբեջանի պարտկոմները, կոմսոմոլները զավթել էին իշխանությունը այդ մեթոդով։ Հիմա մենք այս անգամ արդեն բռնացրել ենք։ Իշխանությունները, ես չգիտեմ, ունեն այդ քաղաքական կամքը, թե ոչ, բայց բռնել են գողին։ Իշխանությունը գողանում էին ու գողին բռնել են։ Հիմա կպատժեն, գողին թե չեն պատժի, դա լուրջ խնդիր է։ Ես հիմա կոչ եմ անում իշխանությանը, ուժային կառույցներին խիստ պատժել գողին, բռնված գողին խիստ պատժել, որ մեկընդմիշտ բոլոր գողերը, իշխանության գողերը, ուզում եք գողը ես ճակերտների մեջ տնեմ։ Դա գողություն է, դա ընտրակաշառք չի։ Ընտրակաշառքը ինչ նպատակ ունի։ Իշխանությունը վերցնելու ապօրինի ձևով, ապօրինաբար իշխանության զավթումը ես համարում եմ գողություն։ Ուրեմն բռնել է իշխանությունը գողին, գողության պահին, հարկավոր է շատ խիստ պատժել։ Ոչ թե այդ կաշառք հոդվածով, այլ իշխանությունը զավթելու հոդվածով, հակադեմոկրատական ակցիա որպես ատելության ռեժիմ սահմանելու փորձ։ Արշակյանի խոսքերով հեղինակներն իրենց ծրագրերը չեն էլ թաքցնում, ուզում են Հայաստանի Հանրապետության զարգացման կուրսը փոխել, վերադարձնել դեպի գուբերնիա։ Այսինքն դեմ են իրենց հայտարարությունով, դեմ են Հայաստանի զարգացմանը դեպի արևմուտք, համարում են, որ դա պրովինցիալիզմ է, արևմուտքի ենթարկվել։ Այս մեթոդներով իշխանություն զավթելու փորձերը մեր զրուցակցի խոսքերով դատապարտված են։ Մի անգամ սրանից 100 տարի առաջ դա արել են բոլշևիկները։ Նույն ձևով էր, նույն, նրանք էլ էին անվտանգության երաշխավոր բերում, իդեմս բոլշևիկյան Ռուսաստանի։ Կորցրեցինք Ղարսը, Վանը, 6 վիլայետ կորցրեցինք, Նախիջևանը, Արցախը, որը դարձավ Նագորնի Ղարաբաղ։ Այդպեսի հետևանք ունեցավ։ Մի անգամ սրանից ուղիղ 100 տարի առաջ 1921 թվականի մարտին երաշխավորը մեր անվտանգության ճակերտների մեջ հանձնեց մեր հակառակորդին Արևմտյան Հայաստանը ամբողջությամբ, Արևելյան Հայաստանից էլ Արարատ լեռը, Ղարսը, Նախիջևանը եւ Նագորնի Ղարաբաղը հանձնեց հակառակորդին։ Հիմա ինչը, հիմա արդեն մենք գիտենք, արդեն տեսել ենք, նախադեպը կա, օրինակը կա, փորձը կա, պատմական փաստ կա։ Նրանք հանձնում են, մեզ վերցնում են հանձնելու համար, կամ ուղարկում են Ստալինգրադ, Կերչ։ Մեր տղամարդկանց ուղարկում են Բերլին։ Ընտրակաշառքի ահաբեկչության սպառնալիքների միջոցով իշխանություն զավթելը բնորոշ է ոչ ժողովրդավարական երկրներին։ Այդպիսի մեթոդներ տարիներ շարունակ կիրառել են Ռուսաստանը, Բելարուսը։ Տաջիկստանում, ուզում եք ասեմ Թաթարստանում, Չուվաշստանում, Մարդովստանում, բոլոր ստաններում Եվրազիական միության, Մաքսային միության, ՕԴԿԲ-ի, ՍՆԳ-ի տարածքում
Հայաստանի Հանրապետությունը բացառիկ կարգավիճակ ունի, ժողովրդավարական երկիր է։ Այս հիմա ուր են տանում։ Դեպի բռնապետությունը ես կարծում եմ, որ մի դժբախտության մի կողմն է։ Մեզ ուղղակի զոհաբերում են։ Ես ասում եմ, որ բոլորովին վերջերս 2-3 տարի առաջ Արցախը հանձնեցին սկուտերի վրա, մեզանից վերցրեցին, տվեցին մեր հակառակորդին։ Հիմա դրա համար ասում եմ, էլ ինչ անեն, որ մենք համոզվենք, որ չի կարելի նրանց հետ գործ բռնել։ Հարկավոր է նրանց հետ լինել գործընկեր, նրանց պրովինցիան, վասալը, գաղութը, նրանց կողմից հովանավորյալը լինելը վտանգավոր է, անցանկալի է, մենք դրան դեմ ենք, մեր ժողովուրդը դեմ է, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին 99%-ը սովետական Հայաստանի քաղաքացիները ասեցին մենք դեմ ենք ձեր ծրագրերին, մենք ուզում ենք ունենալ ազատ, ժողովրդավարական անկախ երկիր։ Ազատ Աշակյանը համոզված է, այդ ուժերի մոտ չի ստացվելու զավթել իշխանությունը, ձայն ծախելու ավանդույթն այլևս ավարտված է։ Այն ժամանակ Հայաստանը զավթված էր։ Սկզբից զավթեցին, հետո այդ կուլտուրան բերեցին ընտրակաշառքի։ Այնպես չի, որ մենք նստել սպասում ենք, թե մեր ձայնը, ժողովրդավարությունը, անկախությունը ծախում ենք 33 կամ 30 արծաթով։ Չէ, մենք չենք ուզեցել։ Ով չի պատկերացնում դա, թող գնա եռաբլուր, թող տեսնի դատավարությունները, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի օրոք տեղի ունեցած դատավարությունները։ Այսինքն այնպես չի, որ գիտեք, հայ ժողովուրդը նստած սպասում է, գլխարկը հանել սպասում է, թե ով պետք է ողորմություն տա, իր ձայնը առնի։ Այսինքն ժողովրդավարությունը ծախում է Հայաստանը։ Հայաստանի քաղաքացիները վաճառում են իրենց ազատությունը ու չնչին գումարով, դա այդպես չի եղել, ստիպված են եղել, այսինքն դա կոչվում է բռնություն, բանտերը լցված էին, հիմա որ ասում եմ մեր օրոք, մարդասպանությունները, հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ից հետո փող են տալիս, այսինքն փող են տալիս մի բան էլ քվեարկելու կամ չքվեարկելու համար։ Ես արդարացնում եմ մերոնց, ես կարծում եմ, որ ճար չկար, բա ինչ անեին։ Հենա մարտի 1-ն էլ գնացին արեցին, գնացինք ասեցինք, մենք չենք ուզում, ձեր իշխանությունը մենք չենք ուզում, մենք մերն ենք ուզում, բայց տեսակ ինչ արեցին, կամ հոկտեմբերի 27-ին, կամ ընդհանրապես դատավարությունները, սպանությունները, ուզում ասել այնպես չի, որ մենք կաշառք վերցնող ենք, կաշառք տվող ենք, այդպես չի եղել, ստիպել են մեզ։ Հավանիչ տեսանյութը և բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։